Մանկական օրթոպեդիկ հիվանդություններն առաջացնում են ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալ-հոգեբանական բարդություններ։ Ստորին վերջույթների երկարության տարբերություն կամ դեֆորմացիա ունեցող դպրոցականները հաճախ ենթարկվում են բուլինգի։ Այս խնդիրներն առկա են ամբողջ աշխարհում։ Մեր օրերում այն ունի վիրահատական բուժում, նոր տեխնոլոգիաներով եւ մեթոդներով։ Մանկական օրթոպեդիայի համաշխարհային նորարարություններն ու նվաճումները հայ բժիշկներին են ներկայացնում Միացյալ Նահանգներից ժամանած գործընկերները։ Ժամանակակից աշխարհում գոյություն ունեն նոր մեթոդներ օգնելու բնածին հետվնասվածքային դեֆորմացիաներ ունեցող երեխաներին։ Ոտքերն ուղղելու կամ երկարությունը հավասարեցնելու նոր տեխնոլոգիաներ են օգտագործում, ինչն իրական փոփոխություն է բերում երեխաների կյանքում։ Գիտեք, այդ առանձնահատկությունների պատճառով նրանք չեն ուզում դպրոց գնալ հնարավոր ծաղրանքներից խուսափելու համար, եւ մենք այսօր այդ իրավիճակը փոխելու հնարավորություն ունենք։ Կան դեպքեր, որոնց բուժումը ճիշտ պլանավորելու համար հայ բժիշկներին անհրաժեշտ են արտասահմանցի գործընկերների մասնագիտական խորհուրդները։ Բոլոր գաղտնիքները բացվում են մանկական օրթոպեդիան գործնականում գիտաժողովի ընթացքում։ Քննարկում ենք տարբեր վիրահատական միջոցառումներ, տարբեր վիրահատական դեպքեր, որոնք որ վիրահատվել էին Միացյալ Նահանգներում, օգտագործելով էլի ժամանակից տեխնոլոգիաները։ Հենց գիտաժողովի ընթացքում կատարվում է բարդ վիրահատություն, ոսկրային տրանսպլանտացիա, որի ժամանակ հայ բժիշկներն օգտագործում են արտասահմանցի գործընկերների բերած սարքերն ու բիոնյութերը, որոնք մեր երկրում չկան։ Ոլորտի լավագույններն են եւ ինչով որ մենք զբաղվում ենք եւ կուզենանք այդ ճյուղերը զարգացնել Հայաստանում, օրինակ կոնքի ռեկոնստրուկտիվ վիրահատությունները, վերջույթների երկարության տարբերությունը, վերջույթների դեֆորմացիաների շտկման նորագույն մեթոդները, իրանք քանի որ մեծ պոպուլյացիայի հետ են զբաղվում, իրանց փորձը շատ ավելի մեծ է։ Կարծում եմ շատ բան ունենք սովորելու եւ սովորեցինք եւ փոխադարձաբար կարող եմ ասել, որ մեր հյուրերն էլ նշեցին, որ բավականին պայմանները համապատասխանում են դրսի պայմաններին եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք դա ապահովենք։ Միջազգային փորձի տեղայնացումը թույլ կտա շարժվել ժամանակին համընթաց եւ կատարել որակյալ վիրահատություններ, բարձրացնելով երեխաների կյանքի որակը։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, Լուրեր։